Բահմի երևակայ կյանքը առանց զգացումներու, առանց ցավի, առանց ժպիտի, առանց սիրո։ Չեմ կարծեր պիտի ուզեի ադան կյանք ունենալ, կարեկցության պետք է պիտի զգայի։ Գսեն որ կարեկցություն կամ անգլերենով compassion ստացողները ավելի ուրախ եւ առողջ անձիկ են։ Նույնիսկ հիվանդներ ավելի արագ կարողանան կարեկցության պատճառով։ Ամեն մեկս տարբեր ցավեր, վախեր եւ պետքեր ունենք։ Ադոր համար կփնտրենք անձը կամ միջոցը, որ միզի այդ ապահովության զգացումը դա։ Կարեկցություն ասել է թիմացի անձին է դսկալ։ Այսինքն թիմացին ցավը, քույալ ցավը ցեբես, ուրիշին ուրախությունը, քույալ ուրախությունը ցեբես։ Կարեկցությունը ամենադժվար վիճակը գրնա հույսի վերածել։ Տեր Հիսուս իր կյանքին ընթացքին կարեկից եղավ մարդոց իրենք լավ ճանչնալով։ Ուզեց հասկանալ իրենց ամենօրյա դժվարությունները եւ զգացումները, եւ իր ներկայությունով, խոսքերով եւ գործերով իրենք հանգստացուց։ Այո, մենք ալ պետք ունենք այդ կարեկցության, բայց եթե ուրիշներուն կարեկիցը լանք, թե իրենք կհանգստացնենք եւ թե մեր բարաբությունը գլեցվի։ Պայման է մեր կյանքի մեջ ամեն բան լավ, որ ուրիշներուն կարեկիցը լանք։ Պայման չէ, բայց պայման է, որ բահմը մենք մեզ մեր շուրջիներուն դեղը տնենք, հասկանանք իրենց վիճակը եւ իրենց կողքին գնանք։